Դուք դիտում եք հեռանկարը։ Վերջերս Սյունիքում ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտի կողմից անցկացվել են վարժանքներ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության եւ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումների համագործակցությամբ։ Այդ վարժանքներին ենք այսօր անդրադառնալու Միացյալ Նահանգների հայկյանք շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ափո Չապարյանի եւ Պաշտպան հայրենյաց հիմնադրամի ղեկավար պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ զրույցում։ Պարոնեք, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Առաջին հարցը Առաջին հարցս հենց ուղղված է երկուսիդ էլ, նախ ինչ մասնակցություն եք ունեցել դուք այս վարժանքներին եւ ինչպես եք գնահատում Սյունիքում անցկացված միջոցառումների կարեւորությունն ու նշանակությունը, խնդրեմ։ Ես գտնում եմ, որ մի քիչ որ ասեմ հյուրի կարգավիճակով անշնորհքություն արած կլնեմ, քանի որ պարոն Չապարյանը Հայաստանի Հանրապետությունում իրեն լիարժեք զգում է որպես արժանի քաղաքացի, ես կարծում եմ ինքը պետք է համապարփակ պատասխան տա ձեր բարձրացրած հարցին։ Խնդրեմ, պարոն։ Շնորհակալություն պարոն Սաֆարյան։ Ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտը, որ անգլերենով հաբավումով գոչվի ANSI, որ կնշանակի American Armenian National Security Institute, կյանքի գոչվեցավ 2020 թվականի 44 օրյա աղետալի պատերազմին ամենչապես ետքը։ Եվ այս կազմակերպությունը հիմնադիրներ ունեցավ որպես պետականասեր հայկական պետականության գողքին կանգնած ամերիկահայեր եւ ոչ հայ ամերիկացիներ, ինչպիսիք են General Mark McCarlin, որ ամերիկյան բանակի երկու աստղանի գեներալ-մայոր թոշակառու է, General Kemme, John Kemme, General Edward Dormանը, Քնթաբեդ Ռոբինետը եւ Էլի Շերիֆի հրամանատար Բրադլի Լայոնը եւ բազմաթիվ ուրիշներ, բարեփոխտապար բազմաթիվ ուրիշներ, որովհետեւ ըստ երևույթին Ամերիկայությունը 100 տարվա եւ հատկապես վերջին 35 տարվա ասենք ժամանակաշրջանի երկայնքին առաջին անգամ ըլլալով այսպիսի գառույցը ստեղծած է համագործակցությամբ ամերիկյան ռազմաքաղաքական շրջանակների մաս կազմող ասենք համակարգացիների համագործակցությամբ։ Ուրեմն այդ վարժանքները, որ իրականացան Սյունիքի մեջը, պետք է ասել, որ ոգևորիչ բահեր ստեղծեցին եւ ամերիկյան թիմի անդամներու համար եւ նաեւ մասնակիցներու համար պետք է ասել, որ շատ բարձր գնահատելի է, որ մեր հայրենի ասենք ժողովուրդը քաղաքացիական հասարակությունը եւ նաեւ ղեկավարությունը գիտակից են, որ ասենք ցանկացած ազգային արտակարգ իրավիճակների համար դա լինի չրհեղեղ, մասսայական հրթե, երկրաշարժ կամ դեխնազին ասենք պատերազմ, ուրեմն բոլոր արտակարգ իրավիճակների համար պետք է Հայաստանի քաղաքացիական հասարակությունը արևելագույնս պետք է պատրաստված լա, որովհետեւ 2020-44 օրյայի նման զոհեր չունենանք, այդքան զոհեր չունենանք եւ նվազագույն ասենք դժվարացկով կորուստներով դուրս գանք այդ ասենք ովևէ ցանկացած արտակարգ իրավիճակներից։ Պետք է ասել, որ շատ քաջալերական էր, որ Գորիսի մեջ կայացած ասենք ռազմական թուրքության ժամանակ վիրավորի փրկարարական վարժանքները ունեցան 91 ուսանողներ եւ որոնց հերթին աշխարհազորայիններ եւ ներքին գործոս նախարարության փրկարար ծառայության նաեւ աֆիսերներ, ինչպես նաեւ Գորիսի համալսարանի ուսանողներ, Գորիսի բժշկական կենտրոնի աշխատակազմի անդամներ, նույնպես եւ Գորիսի քոլեջի ասենք փուշքույրեր եւ փուժեղբայրներ, նաեւ անհատ քաղաքացիներ, ովքեր որակավորում ստացած էին, այո, գամավորներ
AANSI ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտի ղեկավարության կողմն է։ Եվ քանի ըստ էության մասնակիցներ եք ունեցել եւ դրանք մի քանի օր են տևել ու բացի դա, բացի տեսականից նա բնականաբար ըստ էության գործնական պարապմունքներ են եղել։ Այո, շատ լավ, շնորհակալ եմ հարցին համար։ Եվ մեկը եւ մյուսը։ Այո, ուրեմն ընդհանուրը 3 օր տևեցին, 2 օրը դասարանային, սակայն կորձնական, եթե ասենք կկարողանանք ցույց տալ, ես պիտի առաջարկեի, որ դեսանյութը միասին դիտենք այդ վարժանքների վերաբերյալ, իսկ 3-րդ օրը դաշտային վարժանքները, երբ որոնողական եւ փրկարարական աշխատանքներ, ասենք կիրառվեցան ուսանողներու կողմէ, ղեկավարությամբ իհարկե ներքին գործոց նախարարության ծառայության, ասենք փրկարարական ծառայության բաժանմունքի ներկայացուցիչներու գլխավորությամբ այդ երկրորդ տեսանյութն եթե կարելի է ասենք կիսվենք մեր հերոստատիտողների հետ, այնտեղ արդեն մենք կտեսնենք, թե ինչպիսի ողջավորվածությամբ եւ դասարանային վարժանքների ժամանակ եւ ուրեմն դաշտային որոնողական եւ փրկարարական վարժանքների ժամանակ ինչպիսի ողջավորվածությամբ ուսանողությունը մասնակցեցավ, որովհետեւ ըստ երևույթին շատերը արդեն բոլորս մեր դասսորված ենք, որ մենք պետք է արևելակույնս պետք է նախապատրաստվենք։ Այո, ասենք պետության ղեկավարությունը պետք է խոսի խաղաղության մասին, դա իրենց դիվանագիտական աշխատանքն է, բայց մեր առաջադրանքն է, մեր ուսելով կհասկանանք NC ղեկավարությունը, American Army National Security Institute ղեկավարության առաջադրանքն է, որ մենք քեդնի վրա ինչ ենք անում, որովհետեւ կարողանանք լավագույնս պատրաստված լինել։ Շատ լավ, շնորհակալություն, պարոն Սաֆարյան։ Ըստ էության պարոն Չապարյանը դրսից շատ լավ գիտի, թե ներսում ըստ էության որքանով է անհրաժեշտ, բայց ներսի մարդը ավելի շատ է գիտակցում դրա կարևորությունը։ Դուք ապրելով Հայաստանում, նաև մասնակցելով այդ վարժանքներին, ինչ կարող եք ասել դրա կարևորության ու նպատակների, անհրաժեշտության մասին։ Այնպես ասացիք, մասնակցելով վարժանքներին, եղել։ կարծեք թե դուք եք այնտեղ ներկա եղել։ Այո, բարեբախտաբար ես միայն վարժանքներին եմ մասնակցել, որովհետև անց եկածվել նաև տեսական եւ գործնական պարապմունքներ, քանի որ հիշատակես գեներալ Մքարթնի անունը, ես պիտի ասեմ, որ կեցե, պարզապես կեցե։ Բրավո, ես գլուխ եմ խոնարհում ամերիկյան զինվորականության կատարածի արչև, նրանց ուրեմն հետևողականության, նրանց կիրարկելիության այդ որակի հատկանիշի մի բան, որը կարծում եմ մեր համար պիտի լինի մետաստազային։ Տարածվի, այո, այդ վարակակիր պիտի լինի։ Տեսեք, ինչու ես մեծ ցանկությամբ մասնակցեցի եւ ականատեսը եղա, վկան եղա 5 օրիսում կայացած փրկարարական աշխատանքներին եւ բուժանակազմի մասնակցությամբ, որի մասնակցեցին նաեւ աշխարհազորայինները, Սյունիք Գորիսի բուժ անձնակազմի ներկայացուցիչները, տրանսպորտային միջոցներով, բայց ես պիտի ասեմ այնքան լավ էր կազմակերպված։ Ամեն ինչը տեղին, այո, ամբողջ խնդիրը նա է, որ ցանկացած աղետի դեպքում, արհեստական աղետի մասին է խոսքը, պետք է վնասները հասցնել նվազագույնը։ Դա կլինի քերծվածքը կամ Աստված մի արասի կլինի հազար ներողություն մահամերձ վիճակում ուրեմն փրկելը։ Շատ փայլուն է, ուրեմն եւ բուժական ոլորտով, եւ գիտական, ուսանողական, ուսումնական ոլորտով ես պիտի ասեմ, որ նաեւ մասնակցում էր Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Վանդունցը եւ աշխարհազորայինների հրամանատար պարոն Առաքելյանը, էլի շատ ընկերներ, Ավանեսյան, Առաքելյան ասացի, ներողություն եմ խնդրում, փոխնդապետ Ավանեսյանը, իմ համար եւ նաեւ ներքին գործոց նախարարության փրկարարական բաժանմունքի ղեկավարը փոխգնդապետ Անտրանիկ Սահակյանը։ Այո, Սահակյանը, եւ գիտեք, ամբողջ խնդիրը նա է, որ մեր ժողովուրդը պիտի ավելի մոտիկից ծանոթանա գեր ժամանակակից անվտանգային եւ խնդիրների եւ գործիքակազմին։ Ես տեսա, որ ամերիկյան, ուրեմն ամերիկյան հայկական
ազգային ինստիտուտի ներկայացուցիչները, նկատի ունեմ ազգությամբ ամերիկացիները, լիովի պատրաստ են դրան։ Նույնիսկ ավելին ասեմ, նույնիսկ Վահագ ջան, հետ աշխատանքային ընթրիքի ժամանակ, երբ որ անտառում էր, չէ, 3 ժամ կարծեմ տևեց, չէ, այդ 3 ժամն էլ վերածվեց դիսկուսիայի, բանավեճի, դրական քննարկումների եւ պիտի ասեմ, չասեմ խոստումներ, համենայն դեպս կիրարկելիության աստիճանի ծրագրեր առաջարկեցին գեներալների եւ փոխգնդապետների կողմից, որ Սյունիքի հետ կապված բժշկական, ռազմական, անվտանգային, տնտեսական, ինչու՞ չի նաև կարծում եմ նաև դրա մեջ կմտնի նաև որոշակի առումով մշակութային խնդիրները կդարձնեն իրանց աշխատանքի համար որպես գերակա ուղղություն։ Ես շատ բան կարող եմ ասել, բայց ինքս հարկ չեմ համարում շատ ասեմ, կարծում եմ պարոն Չապարյանը եւ պիտի ասեմ, որ նաև պարոն Չապարյանն էլ իր երիտասարդական ավիոնով հատկապես 5 Գորիսում Գորիս գյուղում տեղի ունեցած այդ ուրեմն փորձնական աշխատանքների ժամանակ, դաշտային զորավարժանքների ժամանակ ինչպիսի փայլուն մասնակցություն ունեցավ նաև անձնական օրինակ ծառայելով։ Քանի որ պարոն Չապարյանը կարծեք թե մի պահ իր ուշադրությունից շեղեց, ես մեկ նախադասության պիտի ասեմ, եւ մարտ ամսին այստեղ ժամանած ամերիկյան հայկական ինստիտուտի ներկայացուցիչները, ցակումով ամերիկացիները եւ այսօր ժամանած մեր դարձյալ նույն ներկայացուցիչները ընդհանուր առմամբ մտնում են նախագահ Թրամփի կողմից ստեղծված պաշտպանական խորհրդի պետական եւ անվտանգային այդ համակարգի ուրեմն որոշակի կառույցների մեջ որոշակի պիտի չի առանձնացնեի նախագահ Թրամփին, որովհետեւ պետք է մենք հստակ ընդունենք, որ ամերիկյան պետությունը համագարկային պետություն է եւ ոչ թե նախագահական վարչաշրջանի պետություն է։ Սնկապչունի դեմոկրատներ հանրապետականներով կլինի իշխանություն։ Ամերիկյան պետությունը գեհդիվի ամերիկյան դոկտրինային արտաքին քաղաքականության վարդապետության եւ որի հիմնակարն է իհարկե Ամերիկայի անվտանգությունը եւ Ամերիկայի անվտանգության սահմանները բարեփոխտաբար ասենք երջանկություն Հայաստանի նման, Ռոմանիայի նման, Մոլդովայի նման, Ուկրաինայի նման, Մերձ Բալթյան երկրների նման երկրներու Ամերիկայի անվտանգության սահմանակից կարող է նաև այս երկրների սահմաններով անցնել, եթե դվյալ երկրի ժողովուրդը քաղաքացիական հասարակությունը համախոհ լա։ Եթե օրինակ համար 1918-20-ի փաստաթուղումը չգրտնվի, ես վստահ եմ, որ Հայաստանի եւ ընդհանրապես այսպես կոչված դեմոկրատական գոդին, որ կսկսի հարավային Կովկասից, որ Գերգարի միջև Բալթյան երկրները փայլուն աբակա կարող են ունենալ։ Ինչևից է ես այս պահին ելույթ կունենամ ոչ անպայման ամերիկյան հայկական ազգային անվտանգության որպես փոխնախագահ, ես ելույթ կունենամ որպես լրագրող, ժուրնալիստ։ Իսկ ես նախադասությամբ, եթե թույլ կտաք, ինքը շատ ճիշտ նկատեց, տեսեք Վահագ ջան, եւ օգոստոսի 8-ը եւ անցյալ տարվա դեկտեմբերին ստորագրված այդ համաձայնագրերը, որով արարեց անվտանգության եւ ռազմավարական գործընկերության դեկտեմբեր թե հունվար, կարծեմ Բայդենի վարչակարգ նախորդ վարչակարգ, եւ դա պատահական չի եղել։ Այսպիսի կազմակերպությունների միջոցով, գիտեք, ես լոբինգ բառը այնքան շատ է գործածվել, կարծեք թե նսեմացնում է ինչ-որ միտեղ, որտեղ մենք բոլորս գիտենք նաև լոբինգի մեջ ովքեր են գրկված լինում, եւ այնպիսի, այսպես ասած, առաջին ճակատում աշխատել են, որ բոլորը բերել են եւ հունվարի փաստաթղթերի ստորագրմանը, եւ օգոստոսի 8-ի հուշագրի ստորագրմանը, եւ նաև կիրարկելիության չափ ավելի մեծ միջոցառումների։ Ես պիտի մեկ բան էլ ասեմ, եթե մենք ասում ենք աշխարհակաղակական կենտրոններ, եթե մենք ասում ենք ուժային կենտրոններ, հզոր պետություններ, ես Գորիսում հյուրանոցում ես մտածեցի, որ Միացյալ Նահանգները մեկ բառով ես ինքս լինելով պատմաբան, պիտի ես ուսումնասիրեմ նաև Միացյալ Նահանգների ամբողջ անցած ճանապարհը, չնայած փայլուն գիտեմ, բայց ես Միացյալ Նահանգների պետական կառույցը, պետությունը համարում եմ պարզապես մեկ բառով ասեմ վեհապետություն։ Վեհապետություն։
Ես ինքս այնտեղ համոզվեցի։ Ես քանի որ խոսեցինք աշխարհաքաղաքական կենտրոններից եւ այլն, որքանով այս վարժանքների համար որպես տեղանք Սյունիքի ընտրությունը կապ ուներ նաեւ Վաշինգտոնում ստորագրված այդ համաձայնագրերի հետևանք կամ գուցե կամ սա միայն Սյունիքում է տեղի ունենալու Գորիսում, թե նաեւ հանրապետության այլ մարզերում։ Այլ մարզերում։ Ասենք արդարը լալու համար AANSI ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտի ղեկավարության համար պետք է ասել, որ ղեկավարությունը արդեն 3 տարի է գուսումնասիրել այս աշխատանքները սկսելու կարևորությունը եւ պետք է ասել, որ 2023-ին առաջին վարժանքները կայացան 2023-ի օգոստոս ամսին Արաքածի շրջանը եւ այդ ժամանակվան արդեն մենք իմիդի ունեինք Սյունիքով շարունակել եւ հետակային ընդլայնել, բազմացնել վարժանքները եւ դարաձել այլ մարզերով։ Իսկ առաջին անգամ չէր, որ այսպիսի վարժանքներ իրականացվեցին։ Ոչ, առաջին անգամ չէր եւ հիմնական նպատակը մարդասիրական օժանդակության բրիգադայի ստեղծման այն է, որ Սփյուռքի արտերգրի մեջ եւ հատկապես ամերիկայության մոտ եւ ոչ հայ ամերիկացիների մոտ, այլ հայասեր ամերիկացիների մոտ, ինչպիսիք են օրինակ Ջեներալ Մաքարլին, Carson քաղաքի, Կալիֆոռնիա Carson քաղաքի նախկին քաղաքապետը Ալբերտ Ռոբլես եւ այլ անձնավորություններ մշակույթ ստեղծել արտերգրի մեջ 96 ժամվա ընթացքում, ինչպես որ բարոն Մաքարլին գտնուտակրե կամավորները զորաշարժի ենթարկվին եւ դեղափոխվին Հայաստան այն բահից սկսած 96 ժամվա ընթացքում, երբ ուրեմն առաջադրանք կստանան Հայաստանի ներքին գործոց նախարարությունեն, որովհետեւ իրենց մարդասիրական օժանդակությունը ներկայացնեն արտակարգ իրավիճակներու ժամանակ։ Սա աննախընթաց իրագործումն է հոգուտ հայկական պետականության եւ ի բադիվ պետք է ասել ամերիկայության եւ ընդհանրապես արտերգրահայության, որ կարողացան օրինակ 2023-ին հայեր եւ ոչ հայեր մոդայրապես 57 անցինք 7 դարբեր երկրները ժամանեցին Հայաստան առաջին վարժանքներուն մասնակցելու համար։ Եվ ամփոփելով մեր զրույցը, այս հարցը դարձյալ երկուսիդ է վերաբերվում, պարոն Մեկ, ինչ դասեր քաղվեցին այս վարժանքներից, որն էր գլխավոր այս եզրակացությունը նաև հետագայի համար։ Պետք է ասել, որ իբադիվ մեր գիտագից քաղաքացիներին եւ երիտասարդության եւ նաեւ pedagogan պաշտոնադարության իբադիվ բոլորին պետք է ասել, որ բոլորն ալ բարձր քննադանքով արտադրվեցան եւ ոչ միայն, այլ առաջարկեցին իրենց առաջադրանք եղավ, որ մենք NC-ի ղեկավարությունը ոչ թե մի տարի հետո, այլ մոտ ինչքան որ հնարավոր է մոտ աբակային եւս նոր վարժանք իրականացնեն, որովհետեւ մասնագետները իրենք եւ նաեւ pedagogan պաշտոնադարները ըսին, որ իրենք արդեն իմիդի ունին այլ տեխնազուներ, որովհետեւ մասնակցության ձիրը ընդլայնվի եւ իհարկե բոլորիս առաջադրանքը այն է, որ մենք ունենանք ամրոց պետություն, ամրոց ոչ թե միայն ռազմական առումով, այլ նաեւ մարդասիրական օժանդակության առումով պատրաստված քաղաքացիներ, որոնք խելագորուց չեն դառնար, իրենց սառնարունը չեն գործընծներ, հավասարակշռությունը կպահպանեն, ամենածանր իրավիճակներու ժամանակ կհասնին օգնության իրենց հայրենագիտին։ Եվ ձեր կարծիքով տեսեք, ես պիտի ասեմ, որ տեսական գործնական պարապմունքները եւ դաշտային ուրեմն գործողությունները, դաշտային վարժությունները ցույց տվեցին, որ կիրարկելիության աստիճանը շատ բարձր է եւ իմպլեմենտացիայի եւ պիտի ասեմ, որ երիտասարդության մասնակցությունը անչափ կարեւոր էր։ Դուք չեք պատկերացնում, ինչքան մարդիկ են եկել ստորագրեն, որ նորից մասնակցեն, բայց հստակ պայման կար դրած, որ 3 օր պիտի մասնակցեն, որպեսզի ավարտական ուրեմն փորձաքննություն անցնեն, չթույլատրեցին, առնվազն մի 20 հոգուց ավել։ Եվ պիտի ասեմ նաև հետևյալը, եթե ես չասեմ սա առաջիցի ձեռնակն է, բայց ես պիտի ասեմ արդեն խոր արմատներ է գցել։ Այո, խոր արմատներ է գցել։ Տեսեք, Վահագն ջան, դուք բոլորդ գիտեք, կարծեմ դուք էլ գիտեք,
հատկապես դուք լինելով լրագրող զորավարժություններին անպայման մասնակցել եք ձեր որպես լրագրողական աշխատանքները կատարելու համար, ես պիտի ասեմ, սա ցուցկ չէր, սա շոու չէր, սա իրոք կոնկրետ հստակ գործողություններ էր, որի նպատակը միտված էր ապագային եւ վնասի նվազեցման առումով եւ երիտասարդ սերնդի հատկապես ուսանողության, տես ասում եմ Գորիսի պետական համալսարանը այնպիսի ջանասիրության մասնակցեց եւ ավելի ուրախանալի բան կար, չէ, կարծեմ Վանդունցը ասեց, որ Միացյալ Նահանգների դեսպանի հետ Հայաստանում նաև փոխադարձ հուշագիր են ստորագրել, հետագայում նաև այս ուսումնառությունը ավելի խորացնելու, բայց ես պիտի ասեմ, ինքը օրինակը շատ ոգևորիչ էր եւ պիտի ասեմ, որ գեներալ Մքանլին երբ որ ասեց, որ Սյունիքի հետ կապված մենք պիտի ունենանք շատ կոնկրետ ծրագրեր, բայց ասես, գիտեք, բայց դա չի նշանակում, որ մյուս մարզերը եւս կարող են անտեսվել կամ բարձի թողի արվել։ Ես ուղղակի շատ հիացած եմ։ Ես պիտի ասեմ, որ սա շարունակական է լինելու այն առումով, որ մեր պետական այրերն էլ շատ նախանձախնդիր էին։ Եվ պիտի ասեմ, որ իրենք իրենց իրավասությունների եւ պարտավորությունների շրջանակներում շատ բարձր գործ կատարեցին։ Արդար լալու համար քիչ առաջ ծեր հարցին պատասխանին վեճ փոքր մաս մեկ ուզեի ավելացնել, որ իբադիվ հայրենասեր, pedagoganasեր սյունեցիներին, ովքեր եւ Ամերիկայի արևմտյան շրջանը գտնագին Նևգաշան եւ Սյունիքի մեջ, իբադիվ Մարինա Էսունցի նման անձնավորություններուն, ովքեր նաև հիմնադիր աչագիծներն են Ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտին, Մարինա Էսունցի եղավ գամուրջը այս համագործակցության եւ Մարինային հետ նաև օրինակհամար Սերոժ Մաշուրյանը եւ իրենց միջոցով այլ անձնավորություններ։ Դա էլ գուզեի ավելացնել, որ Ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտը նաև գեհդապնթե ուսուցման ճանապարհով Ամերիկայի Միացյալ Նահանգներու եւ Հայաստանի Հանրապետության միջև ռազմական, քաղաքական եւ տնտեսական դաշինքի հզորացման բարձր առաջադրանք է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում Միացյալ Նահանգների հայկյանք շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ապոլ Չապարյանն էր եւ Պաշտպան հայրենիաց հիմնադրամի ղեկավար պատմաբան Գագիկ Սաֆարյանը։